խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, մոտավորապես մի երևի 2 շաբաթ առաջ Հակոբ Կարապետյան, որը լրագրող է, ժամանակին եղել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակը, իմ ժամանակ մենք միասին ենք աշխատել, իմանալով ուրեմն տրանսպորտում հասարակական կարգի պահպանության այդ վարչության ժողովրդի սխալ գործունեության մասին, այն է քաղաքացին վճարել է պատկերացնեք ինչի մասն է խոսքը, քաղաքացին նորմալ վճարել է տոմսի համար, մտել են, ասել են, ստուգել են, ասել են դուք չեք վճարել, քաղաքացին ասել է, բայց ախր վճարել եմ, ասել են չէ, դուք չեք վճարել, տուգ անել են, հետո քաղաքացին գնացել է բանկից հանել է թղթերը, բերել է, ապացուցել է, որ վճարել է։ Մի խոսքով այդ դեպքը բացահայտվում է, բավականին մեծ աղմուկ է բարձրանում եւ Հակոբը անդրադառնալով դրան քննադատում է, հա, տվյալ պաշտոնյաներին, ովքեր այդպիսի վարք են, այդպիսի վարքով տուգանել են եւ սխալ ձևով տուգանել են քաղաքացուն, նորմալ ձևով քննադատում է եւ գոնե այդ քննադատությունը ընդունեն գիտություն, ասեն վայ կներեք, մյուս անգամ չի կրկնվի, ուրեմն հասարակական կարգի Երևան քաղաքի պահպանության վարչության պետը, շուտ ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանում է շատ կոպիտ ձևով իրեն, գոնե ասի կներեք եւ այլն, պատասխան է տալիս եւ պատասխանից հետո հերիք չի, անձնական նամակներով հայհոյանքներ է գրում Հակոբին Կարապետյան, պատկերացնում եք, եւ սպառնալիքներ, շատ կոնկրետ սպառնալիքներ, որ այնպես ենք գլուխդ ջարդել ու այնպես ենք քեզ ծեծել, որ ինքդ քեզ չճանաչես։ Ուրեմն դրանից հետո մենք իմանում ենք դրա մասին, բայց մտքներովս չի անցնում, որ այդ սպառնալիքները կարող է մի օր ի կատարածվի, մտածում ենք ինչ-որ էմոցիայի տակ գրել է, հայհոյանքներ եւ այլն, անցնում է որոշ ժամանակ եւ Հակոբին Կարապետյան, երբ որ երեկոյան դուրս է գալիս իր աշխատավայրից, տեսնում են, որ միայնակ է, մենակ է լինում այդ օրը, մի քանի օր դուրս է գալիս, մի քանի օկոմ են լինում, այդ օրը դուրս է գալիս, ինքը որ միայնակ է լինում, գալիս է դիմակավորված մի անձ, հարցակվում է եւ սկսում է ծեծի ենթարկել։ Շատ ուժեղ հարվածներ է հասցնում, խփում է, գցում է գետնին, գլուխը կպնում է գետնին, արյունահոսում է, մի խոսքով բախտի բերմամբ ինչ որ լետալ, այսինքն շատ լուրջ բաներ չի եղել, որտեղ այդ գլուխը կպնելուց կարող էր նաեւ Աստված ոչ այն ինչ որ մահացու դեպքեր լինել։ Հետո Հակոբը միցել ձայն է տալիս, գոռում է եւ այլն, մարդիկ են այն կողմից գալիս, սա փախնում է։ Բնականաբար արդեն Կարապետյան Հակոբը դիմել է ոստիկանությանը, ոստիկանությունը իր աշխատանքը կատարում է, բայց Ժորժ ջան, այս ինչին ենք հասել։ Այն որ ՔՊ-ի падգամավորները ամբողջ օրը իրենց ճղում են ազգային ժողովում այսօրվա հանդիմությանը ասելով, այ դուք որ ձեր ժամանակ գիշերներով պատեզներում բռնում ծեծում էին, հիմա հո տենց չի։ Տենում եք որ տենց հա։ Տենում եք որ դուք հկից ոչ մի բանով չեք տարբերում։ Տենում եք որ դուք նույն բարգերն եք անում։ Ինչի մասն է խոսքը, ժողովուրդ։ Սա ինչ վիճակ է։ Պարոն Փաշինյան,